Շարունակում ենք առավոտ լուսոն և առաջիկա րոպեներին խոսելու ենք բարձր տեխնոլոգիական սպորտի զարգացման նոր հարթակի մասին, որովհետև Հայաստանում անցկացվելու է Արևմտյան Ասիայի FPV դրոնների ռեգիոնալ մրցարշավը, և այս մրցարշավը համախմբելու է տարածաշրջանի լավագույն օդաչուներին և ոլորտի ներկայացուցիչներին։ Այդ թե երբ, ովքեր, ոնց, քանի հոգի, արդեն հայտերը կան, չկան, այս ամեն ինչի մասին շատ մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Մեր տաղավարում է Armdrone համայնք հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը, բարի լույս, եւ մրցույթի հայկական թիմի անդամ Աշոտ Մայիլյանը, բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Մի փոքր խոսենք մրցույթի մասին, սա ինչ մրցույթ է։ Ավելի մանրամասն է։ Մրցույթը FPV դրոնների մրցարշավ է կոչվում, FPV-ն մեր հայրենակիցների համար բացվում է first person view, հայերենով դիտում առաջի դեմքից։ Բոլորին հայտնի է FPV ակնոցները, հաճախ կոչվում են VR ակնոցներ, չնայած դրանք VR ակնոցներ չեն։ Օպերատորը դնում է դա աչքերին ու վահանակի միջոցով կառավարում է տեսնելով տեսախցիկի պատկերը անմիջապես։ Ու կարողանում է տենց բավական մեծ հեռավորություններ գնալ նմանատիպ սարքավորումներով։ Սա միջազգային սպորտ է համարվում ամբողջ աշխարհում, մեզ մոտ Հայաստանում մի քիչ նորություն է, նշեմ, որ մենք առաջին համայնքն ենք FPV դրոնների կոնկրետ, որը որ ստեղծվել է ու Հայաստանում առաջինն ենք, ով անցկացրել է նմանատիպ մրցարշավ։ Ռեգիոնալ մրցարշավ ենթադրում է, որ այլ երկրներից ևս կան մասնակիցներ։ Այո, Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավ է համարվում, քանի որ ես ընտրվել եմ Արևմտյան Ասիայի տարածաշրջանային ղեկավար ամբողջ այդ միջազգային դրոնների ֆեդերացիայի կողմից որոշել եմ այս տարածաշրջանային ֆորմատը բերեմ Հայաստան։ Ու քանի որ սա նորություն է, հենց առաջինը տարածաշրջանային մրցարշավ Արևմտյան Ասիայի տեղի կունենա Հայաստանում ու շատ կարևոր է, որ այս մրցարշավը բավական լավ անցնի, որ կարողանանք արդեն տարածաշրջանի եզրափակիչը բերենք Հայաստան ու միշտ պահենք այստեղ, որ լավագույն օպերատորները գան Հայաստան, փորձի փոխանակում լինի ու ինչու՞ չէ նաև Հայաստանի մասին մի փոքր ավելի շատ իմանան։ Միանշանակ, ինչ պայմաններ է պետք եւ ինչ ապորոշիչներ են պետք մրցույթին մասնակցելու համար եւ ովքեր կարող են մասնակցել, եթե կա տարիքային խումբ, արդյոք եթե կա։ Իրականում այստեղ ավելի շատ ոչ թե տարիքային խմբի հարցն է բարձրացվում առաջնային, այլ գիտելիքների։ Առաջինը պետքա ինքը sense ոնց որ կոմպլեքս գիտելիքներ է պետք մարդը ունենա, որ կարողանա մասնակցի։ Քանի որ ի տարբերություն հասարակ օրինակ մեր հայրենակիցներին ծանոթ այդ հարսանիք նկարող դրոնների, այստեղ մենք բոլոր կոմպոնենտները ինքնուրույն ընտրում ենք, զոդում ենք, հավաքում ենք, կարգավորում ենք, այդ ամբողջ այդ ինժեներական այդ մասը անցնում ենք, կարգավորումներ անում ենք, նոր գնում ենք դաշտում փորձարկելու, հետո նոր դրանից հետո գալիս է արդեն օպերատորի հմտությունները, նոր այդ մարդը կարողանում է մասնակցի մրցարշավին, այսինքն մարդը, որ ուղղակի, չգիտեմ, մի ամսվա մեջ, երկու ամսվա մեջ նպատակ ունի մասնակցի, թեկուզ մասնակցի մրցույթին, հնարավոր չի լինելու։ Դրա համար ոնց որ տարիքային այդ սահմանափակումը չկա, որտեղ ունենք 10 տարեկան, 9 տարեկան Ռուսաստանից մասնակիցներ, ովքեր, չգիտեմ, Ռուսաստանի ինչ որ մի քաղաքի չեմպիոն են օրինակ։ Ու շատ հաճախ բարձր տարիքով մարդկանց մոտ է ժեստիկուլյար ապարատը մի քիչ ավելի վատ է զարգացած, քան փոքր տարիքի երեխաների մոտ վախեն։ Մի քիչ ավելի, ուշ է իր մոտ այդ ռեակցիան բանանում, աշխատում։ Դրա համար ոնց որ հիմնականում փոքրերի մոտ ավելի լավ է ստացվում։ Այսինքն այդ տարիքային սահմանափակում ասվածը չկա, էլի 9-ից մինչև, չգիտեմ, 100 կարելի ասել, եթե մարդը ունի այդ գիտելիքները։ Աշոտ, որքան տարի արդեն ոլորտում եք եւ սա ձեր որիորդ մրցույթն է լինելու։ Այս իմ առաջին մրցույթն է դեռևս, բայց կմասնակցեմ ուրիշ մրցումների, փորձեմ տեղ զբաղեցնեմ ու այս ոլորտի մեջ արդեն մի քանի ամիս եմ, այս ինձ հետաքրքրել է նրանով, որ այս ոլորտը կարելի ասել մի քանի ոլորտներ իր մեջ միավորում է, կարելի ասել 3D մոդելավորում, զոդում, ինժեներիա, այդ ամեն ինչը իրար հետ համատեղելով այս FPV-ն հետաքրքիր է դարձնում։ Ու արդեն մի քանի ամիս հետաքրքրությունը կա, ինքնուրույն արդեն լավ տիրապետում ես։ Այո։ Ինչ ակնկալիքներ ունես այս մրցույթից։ Այս մրցույթից, չգիտեմ, անկանխատեսելի է, որովհետև չգիտեմ, հələ տեղ կզբաղեցնեմ։ Իսկ քո դրոնը ինչ դրոն, որ տեսակի դրոնին է։ Դրոնները այստեղ չափվում է ոնց որ դյույմով, 5 դյույմ չափսի դրոնների ոնց որ մրցարշավ է, բոլորինը պետքա պարտադիր այդ չափը լինի, բայց կոմպոնենտների բայց կոմպոնենտների ընտրությունը ազատ է։ Իսկ ինչ կոմպոնենտներ կան։
շարժիչներ, flight controller-ներ, իր Մասնագիտական։ մասնագիտական ոնց որ բանա կոմպոնենտներ են։ Անվանակարգերի մասին խոսենք, Հայկ, ինչ անվանակարգեր են լինելու մրցույթում։ Ընդհանրապես միջազգային multi-GP այս մրցաշավերում այնտեղ անվանակարգեր չի լինում, բայց քանի որ մեզ մոտ մի փոքր ոնց որ նոր է այս սպորտաձևը, մենք բաժանել ենք դա 3 անվանակարգի՝ սկսնակներ, միջին որակավորում ունեցողներ եւ պրոֆեսիոնալներ։ Պրոֆեսիոնալները բավական հմուտ են ու այսպես ասած իրանց հետ շատ բարդ է լինելու մրցելը, դրա համար ոնց որ միջազգային ստանդարտը պահելով պրոֆեսիոնալներին առանձնացնելու ենք, միջին որակավորում ունեցողները, ովքեր որ սկսնակ չեն, բայց պրոֆեսիոնալից մի փոքր ցածր մակարդակ ունեն, իրանք իրար հետ են մրցելու, իսկ սկսնակները օրինակ Աշոտի դեպքում էլ շատ լավ հնարավորություն է, որ ինքը առաջին անգամ մասնակցի, հասկանա իր սխալները, վերլուծի դրանք ու հաջորդ անգամ պատշաճ ձևով մասնակցի մրցույթին։ Ինչի Աշոտի մոտ ամեն ինչ անկանխատեսելի, որովհետև ամեն թռիչքի ժամանակ, ամեն մարզումի ժամանակ շատ հաճախ կոտրվում են սարքերը, քանի որ բարձրանում է օդ ու այդ վարժությունները անելու ընթացքում շատ հաճախ ընկնում են, դրա համար ոնց որ շատ անկանխատեսելի է արդյունքը ու այս մրցարշավը կարելի է մոտավորապես անալոգիան տանել Ֆորմուլա 1-ի հետ, այնտեղ էլ չէ մեքենաները վարում են, չգիտեմ, տեխնիկական խնդիրներ կա, պիտ ստոպեր կա, վթարվում են շատ հաճախ։ Ռիսկերը մեծ են։ Այստեղ ռիսկերը ավելի մեծ են, որովհետև սարքերը օդում են։ Այսինքն ինչ որ հստակ չափորոշիչներ կա, որ օդում պետք է, չգիտեմ, 2 պտույտ տանի, Չէ, հետո դառնա, հետո այսպես, հետո։ Իրականում այստեղ արագության վրա է, ոնց որ ֆորմուլայում, օրինակ, չգիտեմ, 3 շրջան պետք է անցնեն կոնկրետ ինչ որ ժամ։ հա, երթուղում։ Հիմա մեր մոտ էլ ունենք այդ արգելքները, այդ արգելքների միջով 4 օպերատորներ միաժամանակ մեկնարկ են անում ու մենք հետևում ենք, նաև հնարավորություն ունենք էկրանների մեջ կիսենք ու տեսնենք 4 պատկեր միաժամանակ եւ այդպես մեկնաբանները ասում են արդեն ով որ հորիզոնական եւ այլն բավական տենց հետաքրքիր տեսարժան մրցաշավ է ստացվում։ Աշոտ, ինչպես եք պատրաստվում մրցույթին, այս վարժանքները հիմա անում եք, կրկնում եք։ Հա, մենք պատրաստում ենք այս մրցույթներին, քշելով ուղակի այս արգելքների մեջով անցնելով հմտություններ ենք ձեռք բերում, որ կարողանանք մրցույթին գոնե մի բան անենք։ Գիտեք, ես օրինակ հասկացա հետեւյալը, որ երևի պատրաստվելու համար, չգիտեմ, ինչ-որ մի սպորտսմեն հերուն վարժություն կա, չէ, չգիտեմ, կքանիստ կա, սականա կա բացի դրոնից առանց դրոնի, էլի, ինչ-որ հատուկ վարժություններ կամ գործողություններ, որոնք հմտություններ կարող են ձեռք բերել։ Քանի որ ամեն արգելք մոտավորապես իր ճիշտ անցնելու տեխնիկան ունի, որ թեկուզ մի քանի միլիվայրկյան շահես, այդ ամեն ինչը վարժասարքերի միջոցով, on-line սիմուլյատորների միջոցով կարողանում են ոնց որ ավելի զարգացնեն այդ հմտությունները։ Համ էլ որ այդ սարքերը ափսոս են։ Իրականում հենց այդպես էլ սովորում են, որովհետև FPV դրոններ վարելը բավական բարդ է, ի տարբերություն այն մյուս դրոնների, ինչպես նշեցի, հարսանիք նկարող, իրանք օդում ստաբիլ չեն մնում։ Այսինքն թե բարձրությունը, թե բոլոր անկյուններով պետք է այդ պահին ղեկավարես։ Եթե չղեկավարեցիր, միանգամից ինքը վայր անկնում։ Բավական բարդ է քշելը ու դեռ աշխարհում ոչ մեկի մոտ միանգամից առաջին անգամից չի ստացվել, ինչպես այն հարսանիք նկարող դրոնները, որոնք օդում ստաբիլ մնում են ու հեշտ է իրենց ղեկավարելը։ Ամեն անվանակարգում մեկ հաղթող է լինելու, թե ամեն անվանակարգում լինելու է 3 հաղթող, առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնական զբաղեցրածները։ Իսկ եզրափակիչը մայիսի 17-ին Եզրափակիչը կլինի մայիսի 17-ին, բոլոր մանրամասները անցկացման վայրի եւ մնացած այլ մանրամասները կարելի է գտնել Armron Community սոցիալական ցանցերում։ Ձեր պաշտոնական մեր պաշտոնական ցանցերում ամեն ինչ մանրամասն արդեն գրված է, մանրամասն գրված է, տեղը, ժամը, բայց դեռ հայտեր կարելի է ուղարկել մասնակցության համար, թե արդեն քանի որ Հայաստանում համարյա ոլորտը մի քիչ նեղ ուղղվածություն ունի, բոլորս բոլորին ճանաչում ենք։ Արդեն բոլորը բոլորը մասնակցում են։ Ովքեր որ կարող են։ Շատ լավ, հաջողություն ենք մաղթում մրցույթին, վստահ եմ արդյունքները ամփոփելու առիթ դեռ կունենանք մեր տաղավարում եւ հաջողություն ենք մաղթում նաեւ Աշոտին։ Աշոտ հաղթանակ, բայց չընկճվեց։ Հայկ, իսկ ձեզ շնորհակալություն նման միջոցառում կա մրցաշավ նույնիսկ կազմակերպելու համար ու եւ հուսանք, որ ձեր նպատակները հետագայում նույնպես հաջողությամբ կընկվեն, բոլորը կգան այստեղ ու հենց այստեղ էլ կանցկացվեն ամենակարևոր մրցաշավները։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում։ Շնորհակալություն, որ մեզ հետ սկսեցիք օրը, իսկ մենք շարժվենք առաջ սերիներից։